ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել Կիևի վրա ռուսական հարվածների վերաբերյալ, դրանք որակելով որպես ոչ անհրաժեշտ եւ ժամանակավրեպ։ Ես դժգոհ եմ Կիևին հասցրված վնասներից, դրանք պետք չեն Վլադիմիր, կանգ առ, շաբաթական 5000 զինվոր է մահանում, եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, ասել է Թրամփը դիմելով Վլադիմիր Պուտինին։ Կամչատկայի Բեզիմյանի հրաբուխի ժայթքման հետևանքով մոխրային հսկա ամպ է բարձրացել մինչև 11 կիլոմետր ծովի մակարդակից։ Մոխիրը ծածկել է Միլկովսկի շրջանի 3 գյուղ՝ Լազո, Ատլասովո եւ Տայոժնի։ Բնակիչներին հորդորում են դուրս չգալ տանից։ Սանկտ Պետերբուրգի դատարանը 7 տարի 7 ամիս ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով խանութից 14 տուփ հավի ձու էր գողացել։ Ստացվում է, որ գողացված ամեն ձվի համար նա գրեթե 3 շաբաթ կանցկացի բանտում։ Ռուսաստանի սպառողական որակի վերահսկման կենտրոնը մանանեխի մի շարք հայտնի ապրանքանիշերում հայտնաբերել է թունաքիմիկատներ, վտանգավոր միկրոբներ եւ աղտոտիչներ, որոնք կարող են առաջացնել սննդային թունավորումներ, լուրջ ալերգիկ ռեակցիաներ եւ լյարդի խանգարումներ։ Նադեժդա Կադիշևան դարձել է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող երգչուհին։ Վերջին տարվա ընթացքում նրա ժողովրդականությունը կտրուկ աճել է, ինչի արդյունքում հոնորարը 5 միլիոնից հասել է 20 միլիոն ռուբլու, մոտ $215,000։ Ամերիկացի գիտնականները վերջերս իրականացրած հետազոտության արդյունքում նշում են, որ միկրոպլաստիկները կարող են լինել ինսուլտի պատճառներից մեկը։ Հնդկաստանը փակել է Ինդուս գետի հոսքը դեպի Պակիստան, փակելով ջրանցքների դարպասները, որոնք վերահսկում են ջրի հոսքը ամբարտակներով եւ ջրանցքներով։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտանիքի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուծկայան հայտարարել է, որ ամենաանվստահելի աշխատողները 30 անց միայնակ տղամարդիկ են։ Աննա Պոսին Իտալիայի ամենատարեց բարմենն է, 100 տարեկան, ով իր բարը ղեկավարում է արդեն 67 տարի։ Microsoft-ը ներկայացրել է բժշկական ախտորոշումներ իրականացնող աշխարհի լավագույն նեյրոնային ցանցը։ Ապրիլի 25-ին երկնքում կպատկերվի հազվագյուտ եւ հմայիչ աստղագիտական երևույթ։ Սատուրնը, Վեներան եւ Կիսալուսինը այնպիսի դասավորություն կունենան, որ միասին կնմանվեն ժպտացող դեմքի։ Վերջին հետազոտությունները ենթադրում են, որ հսկա կենգուրուների անհետացման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նրանք այնքան կապված են եղել, որ չեն հեռացել իրենց բնակության վայրից։